Սահմանադրական փոփոխություններին կողմ արտահայտվող դաշնակցությունում Նոր Հայաստան շարժման առաջնորդների խաղաղ իշխանափոխության կոչերը հեքիաթ են անվանում։ Դաշնակցական Բագրատ Եսայանի խոսքով փողոց դուրս գալով իշխանություն չի փոխվի, մանավանդ որ Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիների թիվը ըստ նրա քիչ է։ Իշխանափոխություն անելը հնարավոր չի։ Ուրեմն պետք է շատ մեծ արյուն թափվի, եթե մարդիկ կան, որ ձգտում են դրան, դա մեր ճանապարհը չի, մենք չենք ընդունում, ոչ թե չենք հասկանում այդ մարդկանց, այլ չենք ընդունում այդ ճանապարհը Հայաստանի համար առնվազն։ Բագրատ Եսայանը պնդեց, Ազատության հրապարակում հավաքվածները հայրենասեր եւ անձնազոհ մարդիկ են, պարզապես պետք է կարդան նախագիծը եւ հասկանան, որ ոչ ասելով պահպանում են գործող սահմանադրությունը, որի արդյունքում չկա արդարադատություն, կան օլիգարխներ։ Այսօր հրապարակում նստողները ինչ են ուզում, որ մի անձը փոխվի, բայց համակարգը գոյատևի, լավ չի կարելի այդքան վերլուծական ուղեղից զրկված լինել, եւ երբ որ դու ունենում ես երրորդ նախագահը եւ ունենում ես նույն համակարգը, պետք է հասկանաս, որ չորրորդն էլ եթե գա, փոխվի միայն երրորդը, անձը փոխվի, չորրորդը գա, համակարգը մնա նույնը, դու ունենալու ես նույն իրականությունը։ Դաշնակցականը այսօր Քանաքեռավան գյուղում ԱՅՈ-ի քարոզչություն էր իրականացնում։ Խիստ քննադատեց Հանրապետական կուսակցությանը, ասաց, որ շատ բաներ են խոստացել ընտրությունների ժամանակ, բայց իրականությունը այլ է։ Պնդեց, որ հիմա Հայաստանում իշխանությունը մեկ կուսակցության ձեռքում է։ Մի կուսակցությունը այս սահմանադրությամբ ունի ամբողջական իշխանություն, այսինքն միակուսակցական համակարգը էլ ոնց է լինում, էլ խոմ պոզով կոչով չի լինում։ Խնդիրների լուծումը ասաց միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի լինի, գյուղացիներին բացատրեց, որ պետք է կաղապարը, այսինքն համակարգը փոխել, ոչ թե նրա պարունակությունը։ Քանաքեռավանցիներից մեկն էլ հարց տվեց, իսկ եթե նոր համակարգում էլ հանրապետականները ընտրությունները կեղծեն։ Այ ղեկավարությունը, կառավարությունը գետինը մտնի, որ իր քաղաքացին 5005 օրվա հացի փողի համար իր ձայնը ծախում է։ Պիտի ամոթից մերներ այդպիսի կառավարություն է։ Ես համաձայն եմ, որ տենց պետք է։ Որ 5 օրվա հացի փողի համար 5 տարով իր ձայնը ծախում է։ Այո, այդ երևույթը կա։ Այդ երևույթը կա ցավոք սրտի, որ փողը վերցնում են, ձայնը տալիս են, բայց ես չեմ համարում, որ դա ժողովրդի ճնշող մեծամասնությունն է եւ որոշող մեծամասնությունն է։ Դաշնակցականը պնդեց, որ հանրապետականների հեռացումը միայն ընտրությունների միջոցով է հնարավոր եւ պատմությունից օրինակներ բերելով ասաց, որ փողոց դուրս գալը հարց չի լուծում։ Հանդիպումից հետո մեզ այդ զրույցում գյուղացիները ասում էին, որ փոփոխություններին այո են ասելու, թեև չէին բացատրում ինչն են հավանել առաջարկվող փաստաթղթում։ Ես որ վեգալի կարդալու ես Հավանել է։ Այո։ Ինչն է հավանել։ Ամեն ինչին։ Օրինակ։ Ամեն ինչին։ Այդ ղեկավար փոխողներին Հայաստանի գայլերին։ Երկու հատ բագրիշկայի ուզում չտվին։ Բայց ինչ եք քվեարկել, որ Այո, երկիրը փոխվի, բարգավաճվի։ Այլի տենանք վերջին չառնելու էլ էս երկրի վերջին չառնել։ հավանել առաջարկվող նախագծի։ Վաղ Դու խոսա, ես ապեր չեմ կարող։ Ոչ մի բան։